Ընտրություններին ռեֆորմիստների կուսակցությունը մասնակցում է անվտանգություն կարգախոսով։ Պատգամավորի իրենց թեկնածու Գրիգոր Հարությունյանը ասում է, իրենք հանդուրժող են մրցակիցների նկատմամբ, չեն վարկաբեկում ոչ ոքի, շարժվում են իրենց օրակարգով, ներկայացնում են նախընտրական իրենց ծրագրերը։ Իսկ թե ինչի համար հատկապես ընտրողը իր ձայնը պետք է տա ռեֆորմիստներին։ Մեր ուժը առանձնանում է մյուս ուժերից նրանով, որ մենք հստակ ներկայացնում ենք այն ծրագրերը, որ պատրաստ ենք կոչել կյանքի, այլ չենք տալիս խոստումներ զուտ օդում թողնելու համար։ Ծրագրերից հիմնական եւ կարևորագույն կետերից առաջինը դա ազգային անվտանգության նոր հայեցակարգն է, կապված երկրում տիրող իրավիճակից։ Կարևորագույն կետերից մեկն է նաեւ ընտրությունները դարձնել պարտադիր եւ սկզբունքային պայման, որը փոխարինել ստորագրահավաքով, այլ ոչ ընտրագրավով եւ երկրի ղեկավարի ժամկետը դարձնել 1 ժամկետ, որպեսզի չկարողանան հաջորդ անգամ եւս առաջադրվել նույն մարդը։ Մենք այդ օրենքը մտցնելու ենք ազգային ժողով, ընտրվելու դեպքում եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի այն կոչվի կյանքի եւ դառնա արդեն իսկ մյուս ընտրություններում որպես օրենք։ Եվ օրակարգով չէ, որ մենք պետք է շարժվենք, մենք ունենք հստակ մեր օրակարգը, որը բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Սահմանադրական փոփոխությունները դիտարկվում են բացասական, կարիք չկա այն փոխարինելու որևէ այլ կետով կամ չեղարկելու որևիցե հռչակագիր եւ այլն։ Մենք հստակ շարժվում ենք մեր հուլիսի 5-ին գրված սահմանադրության օրենքներով։ Փաշինյանը այդ նույն Փաշինյանն էր, ով որ 19 թվականին հենց Արցախից մայրաքաղաք Ստեփանակերտից ամբակորգոր գոռում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչի հետևանքները եւ մենք տեսանք ազգովին։ Ըստ այդմ այդ թեզին մենք չենք հետևում, մենք դրանով չենք շարժվում, քանի որ մեր եղբայրների արյունն է թափված Արցախի հողում եւ մենք ինքներս պարտավոր ենք լուծել այդ հարցը բանակցային փուլով եւ մեր տարածաշրջանում ունեցած գործընկերների միջոցով։ Կոնկրետ խաղաղությանը ես վերաբերվում եմ շատ դրական, նորմալ, բայց ոչ Փաշինյանի բերած խաղաղությանը այս պայմաններում։ Քանզի մենք տեսնում ենք հարևան պետության դիկտատորը ինչպես է վերաբերվում այդ խաղաղությանը։ Մենք այստեղ Երևանից գոռում ենք խաղաղություն, նա այնտեղից նոր տարածքային պահանջներ է առաջադրում, Սանգեզուրի միջանցք եւ այլն արդեն հասել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներին։ Մեզ այդպիսի խաղաղություն պետք չէ։ Մենք ունենք մեր հայեցակարգը, ռեֆորմիստների կուսակցությունը հաղթանակի դեպքում ցույց կտա իսկական խաղաղությունը ինչպիսին է, այն պետք է կայացած լինի ամուր անվտանգության ներքո, քանզի չկա ազգային անվտանգության հայեցակարգ եւ անվտանգության բարձր երաշխիքներ, խաղաղություն լիակատար չի կարող լինել։